գյուղացու վիճակ ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես էլ ծառուկ եմ, ինչ հարցով պետք է լի, ես էլ կոքն եմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Երգիչ և դերասան Գոռ Հակոբյանը Գերմանիայից հերթական հոլովակն է հրապարակել, կիսվելով իր հույզերով ու զգացմունքներով։ Գոռը նշել է, որ երեկվա ֆուտբոլային խաղին իհարկե հարգելի պատճառներով չէին կարող ներկա գտնվել, սակայն լեգենդար ֆուտբոլիստ Հարի Քեյնը իր ստորագրությամբ գնդակ է ուղարկել Ֆելիքսի համար։ Իսկ մենք ներկայացնում ենք տեսանյութը, որտեղ երևում է Ֆելիքսի ուրախությունն ու հուզմունքը։ Երեք կայացած Բավարիա PSG ֆուտբոլային հանդիպմանը մենք ցավոք ներկա չենք կարողացել գտնվել, որովհետև հասկանալի պատճառներով մեզ մարդաշատ վայրերում ներկա գտնվել չի կարելի, բայց մեր ընկերների ջանքերով անգլիացի հարձակվող լեգենդար ֆուտբոլիստ Հարի Քեյնը Ֆելոյին ուղարկել է իր ստորագրությամբ գնդակ։ Ուզում եք ցույց տալ։ Ահա, հատուկ Ֆելիքսի համար ուղարկել է այս գնդակը իր ստորագրությամբ, հուսով եմ Ֆելոն որ տենակ ուրախանա։ Ֆել, պերիվետ։ Այսօր ապրիլի 29-ն է, մենք եկել ենք մեր երրորդ կուրսին արդեն, ընդհանուր առմամբ չեմ ցանկանում որևէ մեկը տանձնեք այն ճանապարհով, ինչով մենք ենք անցնում, ու չեմ էլ ուզում միշտ այդ մակարդակին, բայց կարևոր բան կա ուզում եմ ասեմ, մեր վաղուց արված նկարները ինչ-որ կայքիկներ տարածում են, կոմենտներում ինչ-որ անհուսում մարդիկ մտնում են Գյումրի ամենափրկիչ եկեղեցու դիմաց արված նկարը վերցրել են 3 տարի առաջ արված տակը այդ անհուսումները, ովքեր որ իսկի չգիտեն այդ եկեղեցին որտեղ է գտնվում, գրում են սրանք գնացել են Գերմանիայում նկարվել, ամեն օր նկար են գցում, կայֆավատ են լինում եւ այլն եւ այլն։ Խնդրում եմ ինձ մի ստիպեք, որ այդ կոմենտներին հատիկ առ հատիկ անդրադառնամ ու հանեմ մայրուղի։ Ես դրա ժամանակն ու հավեսը չունեմ, այս վերջի անգամն էր։ Մեզ մնում է նաև հավելել, որ դրամահավաք հայտարարելու սկզբնական օրերին հայ հայտնիներից շատերն իրենց սոցիալական էջերում տեսաուղերձ էին հղում ու պարբերաբար թարմացումներով հայտնում նոր մանրամասներ դեպքի վերաբերյալ։ Անի Երանյանը, Արամ Մելիքյանը, Մենչը, Գրիգոր Դանելյանը, Աղաս Մանուկյանը և շատ այլ հայ հայտնիներ իրենց խոսքն էին ուղղում իրենց լսարանին։ Առաջարկում ենք լսել այդ հոլովակներից մի քանիսը։ Սիրելի ընկերներ, Միացյալ Նահանգներից Մանի տան տնօրենությունը նոր տեղեկացրեց եւ փոխանցեց, որ կարող եք Մանի տնից փոխանցումներ կատարել Գոռ Հակոբյանի անունով ամբողջովին անվճար, առանց պահումների։ Նրանք իրենց աջակցությունը արդեն արել են, փոխանցել են եւ ես ուզում եմ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգներում եթե կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աջակցելու մեր ընկերոջը, առանց պահումների կարող եք Մանի տնից փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն։ Խառը ու բավականին ուշ տեսա Հակոբյան Գոռի տեսանյութը, կապված իրականում ես չգիտեի, երեք գիշեր եմ իմացել, շատ էիտ նման ու սենց կասեմ, թե Գոռը թե մեր կարգի բոլոր մարդիկ, մենք աշխատող մարդիկ ենք ու թվացյալ մեզ մոտ երբ որ լինում են ինչ-որ դժվարություն լուծելի է, բայց Գոռի ընտանիքում նենց բարդ իրավիճակը ու նենց մեծ ֆինանսների մասն է խոսքը գնում, որ զուտ աշխատող մարդու են որ ասում է, համա դա բավարար չի։ Իրականում շատ բարդ վիճակ է, խոսքը որտեղ երբ որ խոսքը գնում է երեխայի մասին, դա արդեն շատ հատուկ է, ու այո, շատ հրաշալի կլինի, որ այդ գումարը հավաքվի ամբողջովին ու հրաշալի կլինի, որ ամենակարևորը այդ ամեն ինչը բարեջող ավարտ ունենա։ Թող Տիրոջ օրհնությունը լինի Ֆելիքսի ու ընդհանրապես Գոռենց ընտանիքի հետ,
Վստահ եմ, որ 100% լավ է լինելու, վստահ եմ ամեն ինչ հաջողվելու, վստահ եմ, որ մենք բոլորը ասեմ կպնելու ենք ու օգնելու ենք Հակոբյան։ Այսօր Ֆելիքսին ճանապարհում ենք Մյունխեն։ Հիշեք այսօրը շատ շուտով, ընդամենը 10 ամսից հանդիպում ենք էլի ստեղ։ Տելես Աղասը խոստացել է, որ պետք է դգլոր Փարիզ է։ Մեջքը բաչորիկով մենակով բերդին։ Մենակով։ Աստղվել։ Աղասը պետք է Փարիզ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր հայ ազգին, որ մեր կողքին են։ Մերսի Ժորժ ջան։ Մենք ճանապարհում ենք։ Всё։ Ասապակա կհանդիպենք 10 ամսից։ Всё։ Բարի լույս իմ շատ սիրելի Հայաստան, բարի լույս իմ շատ սիրելի Սփյուռք, բարև աշխարհի հայություն։ Ես անչափ հպարտ եմ ձեզանով։ Ես շատ ուրախ եմ, որ յուրաքանչյուր հարցի շուրջ մենք կարող ենք համախմբվել ու այդ հարցը միայն մեր ուզած ձևով լուծել։ Այս բայի դրությամբ ես հայտարարում եմ դրամահավաքի ավարտը։ 12-ն է մարտի, առավոտ ժամը 10-ն է։ Ես հայտարարում եմ դրամահավաքի ավարտի մասին, որովհետև 36 ժամում մենք կարողացանք ունենալ մեզ պահանջվող գումարը Մյունխենում բուժում ստանալու համար, ձեր շնորհիվ։ Ես անչափ շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ, Աստված յուրաքանչյուրիդ օջախներում թող միայն ջերմություն բերի, միայն առողջություն բերի։ Ես անչափ շնորհակալ եմ փոխանցումների համար, անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ֆիզիկապես եկան մեր տան մոտ ինձ տեսան, անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ընդհանրապես ոչ մի բան չփոխանցեցին ու միայն աղոթեցին մեզ համար։ Անչափ շնորհակալ եմ բոլոր բարեմաղթանքների համար, որովհետև այդ բազմա հազարանոց մեկնաբանությունները ես կարելի ասել մոնիթորինգ եմ արել ու որևէ վատ մեկնաբանություն ես չեմ տեսել։ Անչափ շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչ որ դուք արեցիք ինձ համար։ Ես դա երբեք չեմ մոռանա իմ հայ ազգ։ Եվ ձեր թույլտվությամբ կա որոշակի ավելացած գումար, դա ձեր ուղարկած գումարն է ու ես կուզեմ Ֆելիքսի անունից, ձեր թույլտվությամբ, ձեր անունից նաև այդ գումարը փոխանցել նմանատիպ խնդիր ունեցող երեխայի ընտանիքի, որ իրենք էլ մի ձև կարողանան մի փոքր օգնություն մենք ցուցաբերենք իրենց։ Այդ ավելացած գումարի մասին տեսանյութը ես անպայման կընտրենք ինչ-որ մի երեխայի կփոխանցենք իր ծնողներին ու մենք գնում ենք բուժման, տրամադրված ենք մարտական ու հանդիպելու ենք 1 տարի հետո արդեն ուրախ առիթներով։ Ես շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ ձեզ, Աստված բոլորիս պահապան։ Ես Գոր Հակոբյանն եմ, ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ է կատարվում ինձ հետ եւ ինչ եմ ես պասիվ ընդհանրապես համացանցում։ Ցավոք դարի հիվանդությունը նաեւ ներխուժել է իմ ընտանիք։ Որդուս Ֆելիքսի մոտ 1 ամիս առաջ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող Յուինգի սարկոմա, որը րոպե առաջ անհապաղ պետք է բուժել Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Վերջին 1 ամսվա ընթացքում, երբ մենք հայտնաբերել ենք դիագնոզը, արել ենք բազմաթիվ հետազոտություններ Մոսկվայում եւ Երևանում ու ցավոք դիագնոզը հաստատվել է։ Իմ եւ ընկերներիս դրամական միջոցները, իմ դրամական միջոցներն ու ընկերներիս մեծ աջակցությունը ցավոք չի բավականացնում նման կարգի լուրջ բուժման համար ու ես ինչքան էլ ինձ համար դա անցանկալի է, բայց հայտարարում եմ դրամահավաք։ Խնդրում եմ իմ բոլոր ընկերներին, խնդրում եմ ծանոթ եւ անծանոթ մարդկանց կատարել ձեր դրամական փոխանցումները, որպեսզի ես րոպե առաջ կարողանամ տղայիս հասցնել Գերմանիա։ Բոլոր այն ունեցվածքը, այսպես կարելի ասել, որը որ ես տարիներ շարունակ հալալ քրտինքով աշխատել եւ ստեղծել եմ հավաձե վաճառքի։ Բայց քանի որ մենք ունենք ընդամենը 5-ից 7 օր ժամանակ մինչ մեկնելը, ես չեմ հասցնի այդ ամեն ինչը վաճառեմ, դրա համար դիմում եմ ձեր օգնությանը։ Բոլոր հաշվի համարները նշված են ներքևում, դրամային, դոլարային հաշվի համարներ, քարտից քարտ ուղղակի փոխանցում Հայաստանի տարածքում,
Նաև կարող եք կատարել փոխանցումներ GoFundMe-ով ԱՄՆ-ից Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները, ու ես ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը ձեզ։ Աստված թող բոլոր բալիկներին պահապան լինի։